Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Կոտայքի մարզից։ Ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Այսօր մայիսի 10-ն է 2026 թվական։ Իհարկե այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում չեմ գտնվում Կոտայքի մարզում, բայց դժվար է այսօրը պատկերացնել հանդիպում մարդկանց հետ եւ դա չվերածվի քաղաքական քննարկման։ Բայց այնուամենայնիվ ես ժամանակ գտա, որպեսզի շփվեմ ձեզ հետ, այնպես որ ընտրությունների հետ կապված մի փոքր կխոսենք, հետո աշխարհակաղակական իրադարձություններին կանդրադառնանք, բայց նաև կարևոր է հենց սկզբից նայել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին։ Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում։ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի այն ամենին, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից։ Տրամաբանական կլինի, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի, ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, թե ԵԱՏՄ-ին, եւ այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ինչ ենք սրանից հասկանում։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Վլադիմիր Պուտինին, տվել է իր հավատարմության երդումը, որ մենք ամեն ինչ կանենք Ռուսաստանի հետ եւ այլ, բոլորը չկրկնենք, այստեղ էլ ասել է երբեք Ռուսաստանի դեմ չենք գործել, չենք գործում, չենք գործելու։ Եվրամիության հետ կապված են նույնիսկ գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանում եվրոպական ընտանիքի, անմիջապես հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասեց, որ մենք հայտ չենք ներկայացնելու, մինչև կգանք կհասնենք այդ ճամփաբաժանին, այդ մակարդակին նոր կորոշենք։ Այսինքն հանկարծ չխաբվեք, որ եվրոպական նման կարգի ֆորում է անցնում Հայաստանում եւ դրանից հետո մենք գլխապատառ պետք է հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Չենք պատրաստվում դա անել, Ռուսաստանի հետ էլ հարաբերություններ փչացնել չենք ցանկանում։ Բայց եթե դու գնացել ես Ռուսաստանին խոստումներ ես տվել, Ռուսաստանն ասում է կողմնորոշվի մինչև ընտրությունները, մենք հասկանանք դու ինչ ես անում։ Գալի մեզ մի բան ես ասում, գնամ նրանց ուրիշ բան ես ասում, բոլորին հայ ես ասում եւ կրակն ես գցում բոլորին, առաջին հերթին հայ հասարակությանը։ Դրա համար առաջինը Վլադիմիր Պուտինը ինքը չի, որ մեզ պետք է ասի հանրաքվե անենք թե ոչ, դա չի մտնում իր իրավազորությունների շրջանակում, բացի դրանից դա համարվում է միջամտություն մեր երկրի ներքին գործերին, բայց երկրորդ ի վերջո Պուտինի ասածը որն է, ասում է կողմնորոշվի, դու քեզ չենք թողելու, դու խաղեր տաս, ասես դե շարունակենք խորանալ, ընդլայնվել ԵԱՏՄ-ում, երբ որ կգա մի պահ որոշում կկայացնենք, եթե տեսնենք իրավիճակի փոփոխություն։ Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի ասած այդ իրավիճակի փոփոխությունը ընդամենը օրվա կուրսով էր։ Դե գիտեք, ասում է Վրաստանը, որ բռնեց Ռուսաստանի ճանապարհը, այսինքն մեր համար խնդիր առաջացրեց, մենք հասկացանք, որ հիմա ժամանակավոր է խոսենք Եվրամիության անդամակցության մասին։ Եվրամիության անդամակցությունը տասնամյակների ծրագիր է, կարող ավելի շուտ, կարող ավելի ուշ, եւ դա չի կարող լինել որևէ իրավիճակային փոփոխության արդյունքում փոփոխություն կրի քո քաղաքականությունը։ Նշանակում է դու գլոբալ առումով չես հասկանում ինչ ասել է Եվրամիության անդամակցության ճանապարհային քարտեզ։ Քայլ առ քայլ այդ ուղղությամբ գնալ ամեն հաջորդ օրը դու ավելի մոտենաս դրան, քո օրենսդրական բազան փոխես, հազարով մի խնդիրներ, տնտեսական քաղաքականությունը վերանայես, ժողովրդավարության մակարդակը եւ այլ եւ այլ։ Եվրամիությունը եթե անգամ տնտեսական կառույց է, ապա նրա անդամակցության համար այդ ընտանիքի անդամ դառնալու համար առաջնային տեղում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, խոսքի ազատություն եւ այլ եւ այլ։ Նա ասում է ում ենք ընդունում մեր ընտանիքի անդամ։ Այսինքն դա քաղաքական կառույց է, ոչ միայն զուտ տնտեսական։ Եթե զուտ տնտեսական է, դա ընդամենը կլիներ մի ասենք մաքսային միություն, Եվրամիության մաքսային միություն, ոչ ավելի։ Ոնց որ կա ենթադրենք պետություն, որը մաքսային միության անդամ է Եվրամիության, մասնավորապես Թուրքիան, բայց քանի տարի սպասում է, որ իր այդ բանակցություն սկսեն անդամակցության, ասում են դու դեռ չես հասել այդ մակարդակին։ Եթե հասել է տնտեսական կառույցի մաքսային միության մակարդակին, ինչ է նշանակում չես հասել Եվրոպական միության անդամակցության մակարդակին։ Այ հենց դա է ասել, որ առաջի հերթին այն բոլոր մակարդակները, որին պետք է հասնես, նոր հավակնես դառնաս Եվրամիության անդամ։ Նշանակում
նշանակում է Պուտինի ասածը նա է, մենք քեզ չենք տալու այդ հնարավորությունը, որ դու խաղեր տաս, բայց եւ միևնույն ժամանակ ինչով է դա մեզ ձեռնտու, ինչ հանրաքվեի մասին ենք խոսում, եթե մի ամիս հետո մեր մոտ ընտրություն է, դրանից լավ հանրաքվե, հասարակությունը լավ էլ ակտիվ է, հասարակությունը լավ էլ կարող է գնալ մասնակցել, հանրաքվեները սովորաբար այդքան ակտիվ չեն լինում, ինչպես ակտիվ է լինում հենց ընտրությունները, որովհետև տարբեր քաղաքական ուժեր մասնակցում են, հասարակությանը ոգևորում են, մարդկանց ասում են դուրս եկեք, գնացեք ընտրության եւ այլ, ու միշտ էլ կյանքը ցույց է տվել, որ այո, ընտրությունների հետ կապված հասարակական ակտիվությունն ավելի մեծ է, քան հանրաքվեի։ Եթե սա չստացվի, հանրաքվեի մասին կարելի է մտածել, բայց ոչ հիմա։ Աչքներիս առաջ ավելի առարկայական հանրաքվեի հնարավորություն ունենք, ինչի մասին է խոսքը։ Դե ուրեմն նրա համար, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ժամանակը գա, մենք կդիմենք ժողովրդին, եթե ժողովուրդը որոշի դիմումը կգրենք, այդ ժամանակը Նիկոլ Փաշինյանը չի որոշում։ Վլադիմիր Վլադիմիրիչն ասում է, ինչ որ եկել ես խոստացել ես մեզ, գնա հիմա որոշի։ Բայց դրանով հենց դա ինչ որ ասում է Վլադիմիր Պուտինը, հենց մեզ համար դա դառնում է շատ հետաքրքիր հնարավորություն։ Ժողովուրդ, Պուտինն ասում է կողմնորոշվեք, եթե դուք ուզում եք գնաք Եվրոպա, գնացեք Եվրոպա, քաղաքակիրթ ապահարզանի ճանապարհով գնացեք, ինչ եք կպել Ռուսաստանի կոշիկներից, հետո էլ ասում եք Եվրոպա, ուզում ենք ձեզ հետ լավ լինենք։ Դա մեզ համար ապտակ է սթափության, դրական ապտակ է սթափության, եւ շատ կարեւոր է ամեն օր խոսում ենք այդ մասին, բայց ավելի առարկայական, ինչպես Պուտինը ասեց, ժողովուրդ, շնորհք չունեք, հանրաքվե արեք, որոշեք, վեր կացեք, գնացեք, ով է ձեր ձեռը բռնել։ Էլ ինչ ենք ուզում մենք Պուտինից լսենք, սա սպառնալիք չէ։ Սպառնալիք է Փաշինյանի համար, ոչ թե հայ ժողովրդի։ Փաշինյանի համար, որ ասում է բոլորին հասելու քաղաքականությունը ընտրություններով ավարտվում է։ Որոշի ինչա կատարվում։ Որոշի մեր հետ ես, թե մեր հետ չես։ Եվրոպան մեզ համար թշնամի է, որոշի ում հետ ես։ Իսկ մենք ասում ենք, մենք ուզում ենք դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եւ քայլ առ քայլ պետք է գնանք այդ ճանապարհով։ Ու դրա համար մենք տեսնում ենք իշխանություն եւ ռուսամետ ընդդիմություն հիմնական խաղացողները նկատի ունեմ։ Եվ այդ պարագայում մենք ասում ենք Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որ այո, մենք ներկայացնում ենք այլընտրանք, որը պետք է այլընտրանք լինի թե այս իշխանությանը, թե այս ընդդիմությանը։ Եվ դրա մեջ մտնում է, որ ոչ մի պարագայում մենք ստանալով մանդատ ձեզնից երբեք չենք միանա ոչ այս թիմին, ոչ այն, որովհետև ինչպես տեսնում եք, եւ այս թիմը եւ այն թիմը ցանկանում են Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, իսկ ինչ ունենք մենք այդ ուղղությամբ անելու։ Ու ձեզ չթվա թե Նիկոլ Փաշինյանը սրելու է հարաբերությունները Պուտինի հետ։ Փորձել է ուղղակի ցույց տա, ասի, տեսեք, ժողովուրդ ջան, Ռուսաստանից մեր վրա ճնշում են, դե դրա համար բերեք ինձ ընտրեք, որ Ռուսաստանից քեզ որ ընտրեն, մենք չգիտենք դու որտեղ ես։ Մենք չգիտենք դու ինչ խոստումներ ես տվել Վլադիմիր Պուտինին։ Մենք չգիտենք, որ հերթական անգամ, եթե Մարիա Զախարովան ասում է, գալիս տեղ ուրիշ բան ես ասում, գնում տեղ ուրիշ բան ես ասում, սա առաջի դեպքը չի։ Եվ Նիկոլ Փաշինյանի շատ ցավալի է, որ իրան կարգի է հրավիրում արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ընդամենը ներկայացնելով պաշտոնական կարծիք, որ գալիս տեղ ուրիշ բաներ ես խոսում, գնա այն ինչ որ մեզ խոստացել ես, գնա դա կատարի։ Դու խոստումներից հրաժարվել ես։ Այսինքն հիմա ինչ է ասում մեզ Վլադիմիր Պուտինը։ Գնացեք ընտրության եւ մենք մեր ծրագիրը որ ասում ենք, ընտրեք Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի տեխնացուն։ Եվ ասում ենք, որ ոչ միայն մենք ստացած ձայներով ձայն չենք տա Նիկոլ Փաշինյանին, այլև նրա արբանյակ ուժերին, որովհետեւ նրանք բոլորն էլ անթակույց ասել են, որ այո, եթե մենք անցնենք խորհրդարան, կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանը, եթե զայները պակասի, կամ ասում են, որ մենք հո իշխանափոխության չենք գնում, հո մեր նպատակը իշխանափոխությունը չի, մենք ուղղակի գնում ենք դառնալ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը եւ հասկացեք, դե հո մենք իրան դեմ չենք, էլի ժողովուրդ ջան։ Այսինքն սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաեւ ռուսամետ ուժերի քայլերը, որ բոլորը անկախ նրանից ում դեմքով հանդես կգան, ասել են ամենաշատ ձայն ստացողին ենք միանում։ Իսկ մենք հասկանում ենք, որ ամենաշատ ձայն ստացողը Սամվել Կարապետյանի ուժն է, իսկ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալ չի կարող։ Եվ այստեղ, երբ որ մենք ասում ենք, նկատի ունենք ռուսամետ ուժեր, այսինքն Հզոր Հայաստանը,
Բարգավաճ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը նաեւ ասում ենք արբանյակ ուժեր, որոնք ասել են, որ այո, մենք չենք միանա իշխանությանը, չենք միանա նախկիններին, բայց Սամվել Կարապետյանին ռուսամետ չեն համարում կամ նախկին չեն համարում։ Այսինքն դա ակնհայտ նշանակում է, որ եթե մենք ձայն ստանանք, կգնանք կմիանանք իրանց։ Դե նշանակում է դաշտը բավական հստակ է։ Չեմ ուզում խոսեմ նրանց մասին, որոնք սկի 1% ձայն չունեն, ուղղակի իրանց նպատակն է մասնակցելը, որ մեկ ուրիշին քննադատեն, ավել նպատակ չունեն, ինչ որ մեկին ծառայելու համար, մեկը իշխանությանը, մեկը ռուսամետ ընդդիմությանը, նրանց հարցը իմաստել չունեն։ Մեկ ժամանակ ստացվում էր, որ մեկ արձագանքում էինք իրանց ասածին, հիմա իմաստել չենք տեսնում, այդ թող խոսանելի։ Եթե իրանք այնքան ձեն ունենային հասարակության վրա ազդելու, այնա ձեն կստանային էլի։ Ով ասե, որ իրանց խոսքը հասարակության վրա ազդեցի կալնելու։ Դրա համար դրանց էլ դնում եմ մի կողմ եւ ասում եմ հստակ, ժողովուրդ ջան, այո, պետք է գնալ ընտրության եւ ձայն տալ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, որի պարագայում մենք ոչ մեկին չենք միանա եւ այդ պարագայում կասենք, եթե ձեզ չի բավարարում ձայները, կապ չունի քանի տոկոս է պակասում, եթե այդ պակասը մենք ունենք, ուրեմն դուք կընտրեք մեր տեխնացուին, եթե ոչ, մենք մեր ձայներով ձեզ չենք օգնի, որովհետեւ ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի իրականացնենք այն ծրագիրը, որը իրենց խոստացել ենք, եւ այդ մանդատի հետ կապված ոչ միայն իրանց ձայնով են մեզ աջակցել, այլև իրենց ֆինանսական աջակցությամբ։ Սա իրենց մանդատն է, որը մենք որևէ ձևով արքովաճառքի հանել չենք կարող։ Ինչի են մարդիկ շատ ծանր տանում, որ մենք այդպես ասում ենք, եւ շատ-շատերը իրենց կյանքի նպատակը լույսը բացվում է, մեզ քննադատելն է իրանց գործը, որտեղ իրանք մտածում են, բա որ իրանց հաջողվի մտնել խորհրդարան։ Իրանք ուզում են, որ մտնեն խորհրդարան եւ այդ մանդատներով, այդ մանդատները վաճառ են, ախր ծախս են անում, չէ՞։ Իրանք ծախս են անում, բայց մանդատի վրա իրանք հսկայական փողեր են ծախսում, բայց փողերը չեն հանելու, իրենց համար մանդատը արքովաճառքի առարկա է։ Դրա համար ի սկզբանե անթակույց ասում են, դա վաճառվելու է, ժողովուրդ ջան, մենք գնում ենք, որ միանանք մեկին, չեն թաքցնում։ Մենք էլ չենք թաքցնում, մենք գնում ենք ոչ մեկին չմիանանք, տանելու ենք առաջ մեր ծրագիրը։ Կստանանք մեծամասնություն, կասենք հայտ ենք ներկայացնում Եվրամիության անդամակցության, ու մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե Պուտինն ինչ ասե։ Պուտինը այն ինչ որ ասել է, Փաշինյանին ասե, մեզ էլ ասել է, որ ժողովուրդ էլ ինչ ասեն, որ մենք հասկանանք, որ մենք պետք է արժանապատվություն ունենանք, որ մեր քայլը անենք, ոչ թե մեզ ասեն, դե դուս եք գալիս, դուս եկեք, հանրաքվե արեք, դուս եկեք, իսկ եթե դուք այսօր գնաք եւ բավարար չափով ձայն չտաք Հայաստանը Եվրամիության անդամակցության ուղղությամբ քայլանող քաղաքական ուժին, Պուտինը կանգնելու է եւ մեր վրա ծիծաղի, դե ասի, այդ չէիք դուք, բա դուք այս ընտրությունը ցույց չտվեց, որ ձեր հասարակությունը Եվրոպա չի ուզում։ Մեր հասարակությունը բոլոր սոցիոլոգիական հարցումներով Եվրոպա ուզում է։ Իսկ եթե մենք ամեն ինչ անում են, որ մենք չկարողանանք դա ներկայացնենք, դուք հիմա տեսնում եք ինչա կատարվում։ Իշխանությունը իր վարչական ռեսուրսով ինչ է անում եւ ընդդիմությունը իր ֆինանսական ռեսուրսով ինչ է անում։ Այս ձևով են իրանք ցանկանում անել, որ հասարակության կեսից ավելին ցանկանում է Եվրամիություն, բայց այդ ուժերը այդ ձայնը չստանան։ Կամ էլ թե չասեն, գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանին աջակցողներն են Եվրոպամետ կամ Արևմտամետ։ Ոչ, Նիկոլամետը չի կարող լինել Արևմտամետ, որտեղ Նիկոլամետը աթոռամետ պետքա լինի, որտեղ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է։ Չես կարող Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը աջակցես, սատարես, ասես, որ գնում եմ ընտրության ու նրան իշխանափոխության համար չեմ գնում, Նիկոլ Փաշինյանի դեմ չի իմ պայքարը, բայց եւ միևնույն ժամանակ ասես, ես ցանկանում եմ Հայաստանը գնա Եվրամիության անդամակցության, ինչպես է գնալու, եթե Նիկոլ Փաշինյանը դեմ է, իսկ դու կողմես Նիկոլ Փաշինյանին։ Ինչա, վախենում եք այդքան բանը մեր հասարակությունը չհասկանա, ու դրա համար բավական հստակ ձևով ասում ենք հարգելիներս։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը հավասար պայման է ստեղծել, Գյումրիում երեք շրջում էինք, մի միլիմետր տեղ չէին թողել, որտեղ Նիկոլ Փաշինյանի սրտիկը չէր։ Զզվանք առաջացնող քանակությամբ Նիկոլ Փաշինյանի դեմքը գցած էր Գյումրիում։ Դուք հասկանում եք։ Նույնիսկ ամենահավասարակշիռ մարդը այդքան Փաշինյանի դեմքը տեսնի, նա կգնա նրան կջնջի, ժողովուրդ ջան։ Ես չեմ հասկանում այս մարդկանց ուզածը ինչա։ Ասում են ոչինչ, դժգոհեք, ոչինչ ներվայնացեք, մենակ ուրիշի դեմքը չտեսնեք, որտեվ հանկարծ ումն էլ տեսնեք Նիկոլ Փաշինյանին չեք ընտրի։ Նիկոլ Փաշինյանին էլ տեսնեն, չեն ընտրելու, ժողովուրդ ջան։ Բայց դրա համար պետք է հստակ քայլեր անել այդ ուղղությամբ։ Դրա համար
Կարճ նաև ասեմ ու անցնենք, մենք այդքան շատ մեծ ռեսուրս չունենք, որպեսզի կարողանանք մեր քայլերը անենք, դրա համար մինչև աշխարհաքաղաքական թեմաներին էլ անցնել է։ Եթե հավանում եք սեք, մեկ լայվ կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին սեք, մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր ծանոթների, բարեկամների միջոցով մաքսիմալ տարածեք նյութերը։ Եթե ցանկություն կունենաք մեր ծրագրին դեր ֆինանսական աջակցություն կարող եք մտնել նյութի նկարագրական մասում հնարավոր բոլոր տարբերակները կա բանկային փոխանցում, կանխիկ, արագ փոխանցում, քարտային, Իդրամ, PayPal, Patreon բոլոր հնարավոր տարբերակները։ Բացի դրանից շատ կարևոր է նաև կապ հաստատել կուսակցության գրասենյակի հետ, որովհետև լավ գիտեք, որ արդեն նաև հայտարարությունն էլ կա, եթե ուրիշ տեղ չգտնեք, էլ կարող եք նայել Գուրգեն Սիմոնյանի էջում էլ, որ ինչ հստակ կոշտ պայմաններ ա դրա, թե մարդը ինչպես պետք է մասնակցի, միայն կարող է նվիրատվություն անել կուսակցությանը, իսկ կուսակցությունն էլ այդ հաշվին, նախընտրական հաշվին։ Իսկ դրսից ոչ Հայաստանի քաղաքացիները կուսակցությանը նվիրատվություն անել չեն կարող։ Ամենահասարակ ծախսն է, նույնիսկ 1000 դրամանոց ծախսն է, դու պետք է հստակ ֆիքսես ով գումարը փոխանցեց եւ ինչի վրա դա ծախսեցիր։ Այսինքն դա առաջացում է լրացուցիչ դժվարություններ, իսկ այն նրանք, ովքեր անսահմանափակ ռեսուրս ունեն, բացարձակ նրանց համար ոչ մի դժվարություն չկա։ Դժվարությունը մեր նման կուսակցության համար է, որը որ ինքը շատ մեծ բարդություններով կարողանում է միջոցներ հավաքել եւ համեմատած նրանց հետ հսկայական տարբերությունների պարագայում փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մեր ձայնը լսելի դարձնենք։ Դրա համար նաև ալիքի հետ կապված ինչ եմ ասում, որովհետև ալիքը ֆինանսական աջակցությունը դրսից ոչ Հայաստանի քաղաքացու որևէ օրենքի սահմանափակում արգելք չկա, ոչ էլ հասարակական կազմակերպության, որ ասում են բանկային փոխանցում, որովհետև այն ծրագրերը, որ այդ կազմակերպությամբ անում ենք, երեգել ենք արել, այսօր ենք անում, վաղնել ենք անում, դա ընտրության հետ կապ չունի, մենք օրենքը չենք խախտի, այդ գումարները օրենքը չենք խախտի, բայց այն ինչ որ մենք միասին կանենք, դա կնպաստի մեր ճանաչելիության հարցերին։ Ավելի մանրամասը չասեմ, հասկանում եք, որովհետև այնպես չի որ հրապարակային խոսում ենք, մենակ մենք ենք իրար լսում։ Իսկ հիմա դուք այդ ամեն ինչը հասկացաք եւ նշանակում է, որ պարզ պետք է պատկերացնեք, որ այո, շատ-շատերի համար շատ ծանր են տանում, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ասում է ոչ մեկին չենք միանալու, որովհետև դա իրանց համար, իրանց խաղաքարտերը խառնում է եւ հիմա հենց իրանց խաղաքարտերը պետք է խառնել, ինչը անպայմանա Պուտինը ասի, որ հասկանանք ինչի նկատի ունի, հասկացեք, ասում է մենք ու ասում են կողմնորոշվեք։ Բա մենք էլ ենք ասում ժողովուրդ ջան, կողմնորոշվեք, խաղեր տալ, ձգել, չի լինելու։ Քանի մարդեր մեզ ասում, դե գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը ասես գավառամիտ ճարպկությամբ փորձում է Ռուսաստանի հետ լավ լինի, կամաց տակից Եվրոպայի հարցերը անի, ոչ տակից, ոչ վրից Եվրոպայի հարցեր չի անելու։ Բանը Վլադիմիր Պուտինն էլ ասում է խաղեր մի տա, որոշի կողմնորոշվի, մենք էլ ասում ենք խաղեր մի տա, կողմնորոշվի, տակից դանդաղ հանգիստ քայլեր չի արվելու, չես կարող Ռուսաստանի հետ հարաբերությունը լավացնես, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ընդլայնես, դիմես գնաս Շանհայի համագործակցության կազմակերպություն, տակից դանդաղ մոտենաս Եվրոպային։ Այդ հեքիաթը մոռացեք ժողովուրդյան, դա չկա եւ ավելի լավ է, որ հիմա դուք տեսաք, որ այդ ամեն ինչը հստակեցրեց Պուտինը։ Բացարձակ ես սրա մեջ սպառնալիք չեմ տեսնում։ Սպառնալիքը դա Փաշինյանի համար է, սպառնալիքը մեր ժողովրդի համար չի։ Մեր ժողովրդի համար ընդհանրապես սթափության կոչ է։ Հիմա դրա հետ կապված ինչ ասում Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը, անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի մնալ ԵԱՏՄ-ում, թե քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել եւ գնալ դեպի Եվրամիություն, ասել է. Մեզ ոչ ոք չի ասել վաղը դուրս եկեք։ Մենք միշտ ասել ենք, երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ՄԻ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Քեզ ասում են, ընկեր, դու այսօր չենք թողելու, որ անընդհատ դու ԵԱՏՄ-ից օգտվես եւ հետո մտածես կգա մի պահ իրավիճակ կփոխվի, հիմա ենթադրենք Վրաստանը թեքվի դեպի Եվրոպա, Պուտինը պետք է ասի ժողովուրդ ջան, ճանապարհը բացվեց, թռանք, նայել ասում է չենք թողելու դու մեր հաշվին ապրես, որից հետո թռնես ուրիշ կողմ։ Իսկ դա նշանակում է, դա վերաբերում է, որովհետեւ մեր ընտրությունը դա գաղափարական ընտրություն է, արժեհամակարգային ընտրություն է։ 2004 թվականից, երբ որ ես խոսում եմ Եվրամիության անդամակցության մասին, նաեւ ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի համագործակցության, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյա չէր։
Նիկոլ Փաշինյանը չէր որոշում, ոչ էլ եվրոպական այսօրվա չինովնիկներն էին երեք, ոչ էլ Ամերիկայի նախագահներն նույնը։ Հա դե Պուտինը հավերժա է, հասկացանք, Պուտինի մասին չի խոսքը։ Բայց այսինքն դա նշանակում է, որ դա իրավիճակային որոշում չի եղել։ Դա իրավիճակային որոշում չի եղել ու նաև ուշադրություն դարձրեք, որ հասկանաք։ Այն ինչքան որ Եվրոպան գրանտներ է տվել մեր իբր արևմտամետ հրապարակային գործիչների, այդքանով ես ձեզ հավատացնում եմ, կարելի է այդ գումարով Սահարա անապատը դարձնել ոռոգելի եւ աշխարհի համար մի հատ լուրջ հարց լուծել։ Այդքան գումարը ծախսվում է նրանց վրա, որ իբր թե Հայաստանին մոտեցնեն Եվրամիությանը, այդ հեքիաթին դուք հավատում եք։ Ինչ անեն։ Միջոցառումներ կազմակերպեն, աշխարհը գնան ֆրֆռան, մարդկանց հետ հանդիպեն, իսկ այդ մարդիկ ինչ ձայն ունեն մեր հասարակության մեջ։ Այդ մարդկանցից մի մասը տարբեր առիթներով մասնակցեց ընտրություններին եւ ձախողվեց։ Նույնիսկ երբ որ որոշեցին այլևս չմասնակցել, խայտարակ չլնել, ուրիշներին աջակցել, այդ ուրիշներն էլ ձախողվեցին եւ կյանքը ցույց տվեց, որ իրանց ձայները որևէ մեկին աջակցությունը ոչինչ չարժե, բայց այդ ինչ քարոզ եք կարդում եւ Եվրոպայի փողերը ուտում, ինչ եք անում Հայաստանի համար։ Ժողովուրդ ջան, իրական գաղափարական մարդը ինպես մարդն է, որ 22 տարվա մեջ միայն տուժել է եւ գրանտ երբեք չի ստացել։ Դա շատ հեշտ է ստուգել։ Առավել եւս հիմա, երբ որ ներկայացնում ես հայտարարագիր, երբ որ ցանկացած ձևով մանրակրկիտ կարող են ուսումնասիրել քո ամբողջ անցած ճանապարհը։ Եվ մեկ էլ ուսումնասիրեք բոլոր նրանց անցած ճանապարհն ու ստացած գրանտների գումարի չափը, որի պարագայում, երբ որ իրանք ում աջակցել են, նրանք ձախողվել են։ Այսինքն հասարակությունը, ձեր աջակցությունը գնահատում է աննշան, որևէ ձևով դուք չեք արտահայտում դա, որովհետև դրա համար այդ վճարովի ծառայությունով դուք մեզ Եվրոպա չեք տանի, վճարովի ծառայությունով դուք ճանապարհ չեք կարող տանել, դա անում են մարդիկ, էնտուզիաստ մարդիկ են անում, դա անում են մարդիկ գաղափարական մարդիկ, որոնք տուժելով առաջ են գնում, դրանք անում են մարդիկ, ովքեր հավաքվում են շնորհապետական կուսակցությունում, ոչ թե մտածում են ինչ պետք է օգտվենք, այլ մտածում են ինչ պետք է դնենք, որպեսզի օգնենք այդ կուսակցությունը կարողանա հաղթել։ Իհարկե հիմա այսօր Հայաստանում դա ինչի է այդքան դա շատ կասկածելի, որտեղ ասում են ոնց, ընտրության մասնակցես ու չօգտվես, բան չի ես մասնակցում, բա օգուտդ որն է, այ դրա համար է շատ կասկածելի, ոչ թե մարդը եկել է կուսակցությունը միացել է եւ ասում է գնում ենք ընտրության, բա մենք ինչ ենք անելու կուսակցության համար։ Իհարկե դա անհասկանալի է։ Այսօրվա պայմաններում, երբ որ մարդը նույնիսկ չգիտի Սամվել Կարապետյանի վարչապետի թեկնածունով է, բայց ինքը նրան կողմ է, անհասկանալի է ժողովուրդ ջան, որովհետև դա աններելի բան է, ոնց կարող է պատահի դու գաղափարի համար ցանկանաս քաղաքականության մտնես, ընտրության մասնակցես, որ քո ծրագրերը կարողանաս կյանքի կոչես։ Այս է հարցը ժողովուրդ ջան, ընտրության հարցը, որակի հարցը։ Խնդրեմ, որոշումը ձերն է։ Եվ տեսակ, որ արտաքին գործերի նախարարը ասացից մենք ինչ հասկացանք, մենք հասկացանք այն, որ կարող ենք փորձում ենք ուղղակի ձգենք, որոշում չկայացնենք։ Երբ որ կգա այդ պահը մեզ կասեն, դե դուս արի, դուս կգանք, բայց քեզ չեն ասում դուս արի, ասում են հանրակրվե արա, թող ժողովուրդը որոշի։ Մենք էլ ասում ենք հանրակրվեն հունիսի 7-ին է, մեզ պետք չէ առանձին հանրակրվե անենք։ Իսկ հիմա մի բան էլ ընտրությունների հետ կապված աչքս ընկավ, առանձնապես իմաստ չեմ տեսնում անդրադառնալ, բայց քանի որ այն ինչ որ ասել է դա համար Հայաստանի Դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ինքը այս շարժման մեջ, այս առաջիկա ընտրություններում ինքը ֆավորիտ հաստատ չի, այսինքն կինոյի տղեն ինքը չի, էլի, բայց քանի որ ինքը ինչ է ասում, քանի որ կապվում է վերևի ասացի հետ, դրա համար եմ ասում, Ռոբերտ Քոչարյան, քանի մարդ է աշխատում Ռուսաստանում, հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես եթե համբերության բաժակը լցվի եւ Ռուսաստանը ընդունի կտրուկ որոշումներ, ուրեմն այդ ամենը կանխելու կա մի ճանապարհ, հունիսի 7։ Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա։ Այդ գիծը, որ անցնում են, այլևս չի ներում։ Այ Ռուսաստանը կարող է մեզ չների, ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ։ Չեմ ուզում բոլորը հիշատակեն, որ ես ասում եի, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերածվել է Քոչարյան-Պուտին փոխշահավետ գործարքի ի վնաս առաջին հերթին Հայաստանի։ Այսինքն դա տպագրված է նաև մամուլում այն ժամանակ։ Ինչի եմ ասում։ Այդ գույք պարտքի դիմաց Ռուսաստանին տվող Քոչարյանն է այսօր մեզ բացատրում, որ չի կարելի ռուսներին զայրացնել, այլապես չի ների։
Մենք գիտենք այդ ամբողջ ընթացքում ինչ արեց Ռուսաստանի հետ կապված, գնալով ավելի վիճակը վատացնելու։ Հիմա էլ ասում է, որ ժամանակ Ռուսաստանի դեմ քայլանեք, դա ինքը կարող է չների եւ դա համարի կարմիր գծերի հատում։ Մենք ասում ենք, ժողովուրդ, մի օր մենք պետք է մեր որոշումը կայացնենք, թե չէ։ Աշխարհաքաղաքական այս իրադարձության մեջ, այս զարգացման մեջ, երբ որ մարդկանց հետաքրքրությունը շատ դուրս մեծացել է Հայաստանի նկատմամբ, նրա աշխարհագրական դիրքը հիմա չափազանց կարևորվել է Եվրոպայի համար, Ռուսաստանի համար, Չինաստանի համար, բոլորի համար, Իրանն էլ ցանկանում է կանխել, որ ուրիշները չմտնեն, պետք է մտածի ինչ անի, որ մենք մեր շահերը արտահայտված լինի, որ մենք ուրիշ բան չանենք։ Դուք պատկերացրեք ինչ մանևրի հնարավորություն է բացված եւ մեկ էլ մարդիկ ասում են պետք է Ռուսաստանի հետ լավ լինենք։ Էս է իրանց ընտրությունը։ Հարցը դա չի Քոչարյանը քանի տոկոս կստանա, կարող ասկի դաշինքը չանցնի էլ անցողիկ շեմը։ Հարցը նա է, որ իրանք հստակ ասում են, գնում ենք ընտրության, որ Ռուսաստանի հետ ավելի Ռուսաստանից կախվածությունը մեծացնենք։ Ինչ կա չհասկանալու, մի բարդ բան կա չհասկանալու համար։ Ու իմացեք, այդ բոլորը մի դեմքով են հանդես գալի։ Կապ չունի այդ մարդու անունը ինչ է։ Ռուսամետ ուժերի սիմվոլը Ռոբերտ Քոչարյանն է։ Կհավաքվեն Քոչարյանի շուրջ, թե Քոչարյանը խաղից դուրս կմնա, թե կհավաքվեն մեկ ուրիշի շուրջ եւ մեկին կդնեն տեղապահ վարչապետի, որ հետո իբր թե Սամվել Կարապետյանը գա, որ այդպես էլ չի գալու։ Վրաստանի օրինակը նայեք Իվանիշվիլին, հո ինքը չի ղեկավարը, ինքը ուղղակի տանը նստած ղեկավարում է ղեկավարներին։ Մենք հո գիտենք, որ այդ օրինակը մեր աչքի առաջ կա։ Եվ այսինքն իմացեք, ով որ Հայաստանի Ռուսաստանի հետ ինտեգրվելը ցանկանում է մեծացնել, նա հավաքական Քոչարյան է։ Իմացեք, ում ուզմա ձեր ձայնը տակ, դուք տալիս եք Քոչարյանին։ Սա է։ Ու պետք չի ասել, բայ իրա դեմքով չի։ Քաղաքականության դեմքը ո՞րն է։ Անունը որ փոխեցիր, քաղաքականությունը փոխվում, հա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից պարզաբանումներ ստանալ Երևանում Վոլոդիմիր Զելենսկու հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։ Ես չգիտեմ ինչ պարզաբանումներ են իրանք ցանկանում ստանալ, Վոլոդիմիր Զելենսկու ասածը ինչպես էին Հայաստանում խմբագրելու։ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինքը գալիս է արտահայտում է իր մտքերը։ Ես ուզում եմ իմանամ Պեսկովը ոնց է պատկերացնում, ով պետք է մոտենար Ուկրաինայի նախագահին եւ ասեր հանկարծ ռուսների մեր դաշտում չկպնես։ Էս է Ռուսաստանի պատկերացրած արտաքին քաղաքական կողմնորոշումները։ Այսինքն Հայաստանը իրան իրավունք պետք է վերապահ։ Օրինակ հիմա Պեսկովին եթե հարցնենք, Պուտինը գար Հայաստան եւ մասնակցեր որևէ ֆորումի, եթե այդ ժամանակ հանկարծ որևէ մեկը Պուտինը կանգներ եւ Զելենսկու մասին քննադատական բան ասեր, պետք է Հայաստանի իշխանություններին մեղադրեիք, թե ինչի է Պուտինը Հայաստանից Զելենսկուն քննադատել։ Պուտինը իր կարծիքն է հայտնել, Զելենսկին էլ իր կարծիքն է հայտնել։ Նա տեր է իր կարծիքին։ Դաշտը կապ ունի որտեղից է հայտնել։ Հա? Սա ինչի է մասին է խոսում, որ ասում է այո, մենք ուզում ենք այդ հարաբերությունները հենց այդպիսին էլ տեսնենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև սա էլ է հստակեցումներ անում ընտրություններից առաջ, որ մենք պետք է հասկանանք։ Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն։ Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետ չի մնա, բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, նշել է Ադրբեջանի նախագահը։ Եթե Ադրբեջանի նախագահը գտնում է, որ որևէ դերակատարություն Եվրամիության դիտորդները չունեն, ինչու է հուզվում նրա գոյությունից։ Եթե նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում, հեռադիտակը դրած իրանց համար նայում են, էլի, սարերն ու ձորերը, բա ինչի ես հուզվում, ինչի ես խաղաղության պայմանագրի մեջ կետ ավելացրել, որ եթե մենք խաղաղության պայմանագիրը ստորագրենք, եվրադիտորդները պետք է դուրս գան։ Ընդհանրապես հեռադիտակով նայում են, մի հատ կրակ ես բոլորը փախնելու են, ու դու դրա համար պայմանագրում կետ ես նշում, պայման ես դնում, որ կստորագրենք, որ դուրս կգաք, բայց հարցը մենակ դա չի, շարունակությունն էլ ասենք։ Ներողություն։ Ես միշտ ասում եմ, չէ, որ սրանց հարցագննել պետք չի, իրանք լավ էլ պատմում են։ Ինչ է ասում։
Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, նշել է Ադրբեջանի նախագահը։ Հասել ենք ամենին, ինչ ուզում էինք։ Հիմա հարց։ Կամ գտնում ենք, որ Ալիևը ստում է, կամ գտնվում ենք Ալիևը ճիշտ է ասում։ Չենք կարող ասել Նիկոլ Փաշինյանին սա ձեռնտու է, Ալիևը ճիշտ է ասում, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չի ստում է։ Առավելևս ինքը ռիսկ էլ չունի Ալիևին, ասի ստում է։ Հիմա եթե Ալիևը համարում է, որ այն ինչ որ իրան պետք էր Հայաստանից ստացել է, վերջ։ Դիտորդ պետք չի, անվտանգության խնդիր պետք չի, բանակ պահել պետք չի, ինչի համար եք ծախսանում, եթե դուք խաղաղության եք գնում։ Հրավիրում եք երկիչ տրճիկ է տալիս, դուք էլ հետը խելագարված տրճիկ եք տալիս եւ Նիկոլ Փաշինյանի սրտիկներն եք միասին փոխարինում։ Բայց հարց, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե մենք թրիփը չստորագրեինք, Ալիևը մտնելու էր Սյունիքը վերցներ։ Երեգել էր մեծ բացատրում, անընդհատ խոսում էին ով Սյունիքը հանձնելու։ Այսինքն դե վտանգը կար։ Այսինքն դուք ասում եք, որ մենք դժգոհ ենք, մենք դեմ ենք 300,000 ադրբեջանցի գա Հայաստան ապրի։ Դեմ ենք, որտեղ վտանգ ենք տեսնում դրա մեջ։ Մենք վտանգ ենք տեսնում, որ իրանք ասում են Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է։ Այո, մեր ազգային արտաքին այդ հետազոտական ծառայությունն անգամ նշում էր, որ դրա մեջ վտանգ կա, առավել եւս վտանգը նշում էր այն ժամանակ, երբ որ ասում էր անցյալ տարվա օգոստոսի 8-ից հետո թրիփը ստորագրելուց հետո փաստաթղթեր ու հայտարարություններ ստորագրելուց հետո Ադրբեջանը շարունակում է բավական ակտիվ ձևով էլ սիմպոզիումներ են անում, էլ բուկլետներ են տպում, էլ քարտեզներ են տպում, էլ միջազգային հավաքներ են կազմակերպում, էլ ամեն ինչ պատմական փաստեր են իբր թե գրում, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Հիմա հարց Ալիև, եթե դու ինչ որ ուզում էի ստացել ես, Առավոտից իրիկու որ ասում ես մենք պետքա գնանք մեր պատմական հայրենիքը, ուրեմն դու դեռ դա չես ստացել, չէ՞, եւ ուզում ես ստանաս, բայց պետքա զգոնությունը բթացնել։ Իսկ հայ ժողովրդի զգոնությունը բթացնել հնարավոր չէ։ Դրա համար պետքա ընտրությունով բերել մեկին իշխանության, որը որ պատրաստ է հայ ժողովրդի զգոնությունը բթացնել, իսկ նրանք ովքեր դեմ կլինել, նրանց նկատմամբ ճնշում գործադրել, ասել ժողովուրդը ինձ է ընտրել եւ ժողովրդի մանդատով հիմա ես ձեզ կճնշեմ, կբանտարկեմ, կծեփեմ պատին, կփռեմ ասֆալտին եւ չգիտեմ ուրիշ ինչեր կանեմ, որովհետեւ մենք հիմա գնում ենք խաղաղության, ցանկացած այլ կարծիք խաղաղությանը դեմ է։ Այսինքն հիմա ուզում ենք հասկանանք, Ալիևը եթե այն ինչ որ ուզում էր ստացել է, ինչի ենք մենք վախեցած Սյունիքը շատ արագ մեզ համար ոչ այդքան ցանկալի պայմանագիր կնքենք թրիփի տեսքով, միայն թե Ալիևը չվերցնի Հայաստանը, Սյունիքը։ Դա հասկանանք։ Նշանակում Ալիևը այդ հավակնություններն ուներ, թե չէ, թե արդեն էլ չունի, հասկանանք։ Եվ բացի դրանից, իսկ եթե վաղը հանկարծ թրիփը չեղավ, նշանակում Ալիևը պետք է ասի, բայց ես չասեցի, որ թրիփը տվել եք, ես ինչ որ ուզում էի ստացել եմ։ Եթե ես դա այլևս չեմ ստացել, ես դա կմտնեմ կվերցնեմ, որովհետև Սյունիքը իմ քարտեզում դա արևմտյան Ադրբեջան է։ Նորից հիշեցնենք, Փաշինյանը ներկայացնում էր, որ այո, թրիփը մեր անվտանգության երաշխիքն է։ Քանի անգամ մենք խոսել ենք այդ մասին, որ թրիփը դա մեր ծրագիրը չի, թրիփը դա Ադրբեջանի ծրագիրն է, Իսրայելի ծրագիրն է, Թուրքիայի ծրագիրն է։ Թրիփը մերը չի։ Մեզ դա պարտադրված ծրագիր է, բայց նույնիսկ այդ պարագայում, որ մեզ անվտանգություն էին թրիփով խոստանում, նույնիսկ այդ պարագայում մեզ անվտանգություն չեն խոստացել, իսկ Թրամփի խոստացած անվտանգությունն էլ տեսել ենք արաբական երկրներում, բայց ուրիշ խնդիր։ Մեզ դրանով անվտանգություն խոստանալու պարագայում անցանկալի թրիփը, եթե հանկարծ, որը մեզ պարտադրված է անել, իսկ Իրանը Ամերիկայի հետ հարաբերությունները պարզելու ընթացքում մեզ պարտադրի դա չանել ու հաջողվի, մենք չենք նայում, այսինչ լավ էր, թրիփը մեր սրտով չէր, Իրանը ճնշեց, մենք էլ չարեցինք։ Մենք գիտենք, որ դրա տակից Փաշինյանը դուրս գալ չի կարող, նա չի կարող Թրամփին ասի, այդ քո անունը, որ դրել ենք այս գծի վրա, Իրանը արգելում է, մենք չենք անում, ինքը այդ քաշը չունի, որ դա ասի։ Այսինքն ստացվում է, որ նույնիսկ անցանկալի ծրագիրը, եթե մենք նախաձեռնեինք չանել, կամ Թրամփը էլ այլևս չկարողանար անել, իր համար իրավիճակ փոխվեր նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքում, այդ ուրիշ հարց է։ Բայց եթե հանկարծ նույնիսկ անցանկալի ծրագիրը
Իրանը մեզ կարողանա պարտադրել, դա խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Էլ չես նայելու դա մեր սրտով էր թե չէ։ Դու պետք է նայես, որ Իրանը կարող է դա կանխել։ Իսկ եթե Իրանը կարող է դա կանխել, Ադրբեջանն ասում է՝ հոп, ես կախվածության մեջ եմ ընկնելու Իրանից, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ Հայաստանի տարածքով անցնել։ Նորից կվերադառնա իրեն ծրագրին, որն ասում էր՝ ես ինչ որ ուզում եմ, ստացել եմ, բայց կասեր, որ ոչ, ինչ որ ուզում եմ, դեռ չեմ ստացել։ Իսկ մենք պատրաստվել ենք խաղաղության։ Իսկ մենք պատրաստվել ենք իրար սրտիկներ փոխանցելու եւ փողոցում թրջկոտալու, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է թրջկոտա, ժողովուրդ ջան։ Եթե հայ ժողովուրդը 4.500 տարվա քաղաքակրթության պետությունը 2800 տարեկան մայրաքաղաքում պետք է գանստի մի հատ գավառամիտը եւ մեզ բացատրի մի անգրագետը եւ մեզ բացատրի կյանքը ինչպես պետք է զարգանա, ուր գնա։ Այս պայմաններում, եթե այդպես է, բա պետք է ուրախանաք, եթե Փաշինյանի կտրե, պետք է երջանկությունից խելռեք, ժողովուրդ ջան, բա իհարկե։ Դե հիմա դուք տեսեք, ավելի պարզ ինչ բացատրեր Ալիևը, որ հասկանաք։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամով Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան եւ ստորագրվել են 3 փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևանշիստական հայացքներ եւ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։ Այս ինչ որ ինքը կարծում է ռևանշիստական ցանկացածը, որը Նիկոլ Փաշինյանին քննադատում է, նրանք բոլորը ռևանշիստ են։ Կապ չունի դա ռուսամետ են, ով չի։ Բայց հարցը դա չի, հարցը մի հատ ուրիշ բան է։ Իրանք այլևս իրանք էլ են մտածում, ես ինչ է կանում, այդ կարող է հանկարծ Հայաստանում ռևանշիստները գան, բա մեր Նիկոլը խնդրեմ կունենա, մենք պետք է պաշտպանենք Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուզում ենք իմանանք, Շահին Մուստաֆաևը, որ եկել է Հայաստանում 3 փաստաթուղթ ստորագրել, մենք այդ փաստաթղթերի բովանդակությունից տեղյակ ենք, ինչն է դրա մեջ գաղտնիք, որ մեզ չի ասվում։ Ընտրություններից առաջ փաստաթուղթ եք ստորագրել Ադրբեջանի հետ։ Չենք ուզում իմանանք դա ինչ է։ Եթե դա վերաբերում է սահմանազատմանը, սահմանագծմանը, մենք գիտենք, որ որոշել էին, որ Հյուսիսից, Վրաստանի սահմանից գանք մինչև Հալավ, մինչև Իրան։ Բա ինչ եղավ։ Հետո ասին դե լավ, ժողովուրդ ջան, դա չենք անում, որովհետև պետք է թրիփի հետ կապված այդ մասերը սահմանագծենք, սահմանազատենք։ Հիմա ոչ նրանից ցենկա, ոչ նրանից ցենկա, 3 հատ փաստաթուղթ ստորագրել գրվում, մեր իշխանությունները չեն պատրաստվում այդ փաստաթղթերը գաղտնազերծեն, դրա գաղտնիքը ո՞րն է։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, կանոնակարգը կա, ամեն ինչ որոշված է, ժամանակացույցը ըստ իրանց ասելու արդեն ամեն ինչ պայմանավորվել է, ըստ դրա պետք է անեք, դրա գաղտնիքը ո՞րն է։ Գաղտնիքը նա է, որ ընտրություններից հետո պետք է իմանանք, թե ընտրություններից առաջ ինչ է ստորագրել, բայց Ադրբեջանն ասում է թուղթ ենք ստորագրել 3 հատ։ Այսինքն ասում է հայ ժողովուրդ իմացի, եթե դու դա լսեցիր ու ոչ մի բանի տեղ չդրեցիր, գնացիր ընտրեցիր Փաշինյանին, հետո չասես, որ դու տեղյակ չէիր, պահանջեիր թող հրապարակեին։ Տեղյակ չէիր, թող անեին, ինչն էր դրա գաղտնիք։ Կարող եք բացատրել։ Հայաստանի տարածքից ինչ որ մի բան հայտնվում է Ադրբեջանի տարածքում։ Ասում են դա գաղտնիք է, բայց ասում են գիտեք ինչ, եթե սահմանը փոփոխվի, պետք է հանրակրվեով փոխվի, առանց հանրակրվե չի լինի։ Ասում եմ ինչպես կարող եմ ես հանրակրվեով որոշեմ սահմանը փոխել, եթե դու ինձ թույլ չես տալի իմանամ սահմանը որտեղով է անցնում, հիմա իրականում որտեղով է անցնում։ Եթե դու ինձ ցույց չես տալի քարտեզը եւ իրականը, հանրակրվեի ժամանակ ես ոնց եմ դրան այո կամ ոչ ասելու մի բանին, որը չեմ հասկանում։ Չիմացած բանին ոնց եմ հանրակրվեով պատասխանում։ Այսինքն դեռ չի կարող լինել գաղտնիք, որը վերաբերում է մեր սահմանների փոփոխությանը։ Իսկ հիմա նայենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Ստիվ Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամեդ բին Աբդուլրահման Թանիի հետ, կողմերը քննարկել են Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 9-ին Մայամիում, Ֆլորիդա։ Կողմերը կենտրոնացել են պատերազմը դադարեցնելու համար փոխըմբռնման հուշագրի ուղու գտնելու վրա։ ԱՄՆ-ն դեռ չի ստացել Իրանից պատասխան իր առաջարկած հուշագրի նախագծի վերաբերյալ։ Ժողովուրդ ջան, բայց ինչ է կընկել Կատարի հույսը, որ Բա ոնց որ Պակիստանը չէր բավական արդյունավետ միջնորդ, Պակիստանի միջնորդով էլ բանակցում էիք եւ պատասխանի եք սպասում։ Այն չէ հիմա Կատարին որպես միջնորդ ներգրավում, որովհետեւ արաբական երկրները դժգոհ են Ամերիկայի վարած քաղաքականությունից, որովհետեւ իրանք իրենց բաժինն են ուզում, եթե Պակիստանը ընդհանրապես միջնորդ է, ապա Կատարը շահագրգիռ կողմ է
եւ հիմա փաստորեն հիմա նոր խաղացող եք ներգրավում դրա մեջ։ Ու այնպես չի, որ ասեք դե միջև այդ Քաթարի հետ չէինք միջնորդական առաքելությունից օգտվում, այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Հիմա արդեն տեղի ունեցել Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակի փոփոխություն։ Մենք ուզում ենք հասկանանք դուք ինչ եք անում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի դաշինքի գործունեության համար, չնայած Իրանի դեմ պատերազմի շուրջ ԱՄՆ նախագահի հետ աճող տարաձայնություններին։ Մենք իսկապես պատրաստ ենք այս դաշինքը կենթանի պահել ապագայի համար։ Մենք գիտենք, որ կան որոշ տարաձայնություններ, մենք գիտենք, որ բոլորս տեսնում ենք մարտահրավերներ, բայց մեր վերջնական նպատակն է վերջ դնել այս հակամարտությանը եւ երաշխավորել, որ Իրանը չի կարողանա արտադրել միջուկային զենք, ասել է Մերցը։ Եվ մի բան էլ ուղղակի ասեմ, Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆը հայտնել է, որ ԱՄՆ եւ Իսրայելը ձախողել են Իրանի հիմնական արդյունաբերական ճյուղերը թույլատնելու իրենց ռազմավարությունը փետրվարի վերջին երկրի դեմ սկսած 39-օրյա ռազմական ագրեսիայի ընթացքում հիմնական նավթաքիմիական եւ փոխպատազուլական գործարանները ռմբակոծելով։ Արեֆը նշել է, որ ագրեսիայի վերջին օրերին Ամերիկա-իսրայելական հարձակումները փոխպատազուլական եւ նավթաքիմիական գործարանների վրա ակնհայտորեն նպատակ ունեին Իրանում գործազրկություն ստեղծել եւ տարաձայնություններ սերմանել, սակայն Իրանը շտապում է վերականգնել ագրեսիայի ընթացքում վնասված արտադրական երկթակառուցվածքները։ Վերակառուցման եւ արդիականացման գործընթացը ընթանում է սպասվածից ավելի արագ տեմպերով եւ կառավարությունն էլ կօգտագործի իր բոլոր հնարավորությունները այդ գործընթացին աջակցելու համար, ասել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահը։ Մի կարճ բան էլ ասեմ, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Մոջթաբա Խամեյնին Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլլահի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է շարունակել ռազմական գործողությունները եւ ամենայն վճռականությամբ ու ուժով հակազդել երկրի հակառակորդներին։ Հրամանատարի խոսքով իրանական զինված ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում, տնօրինում են անհրաժեշտ ծրագրերն ու սպառազինությունը, կարող են դիմակայել ամերիկա-սիոնիստական հակառակորդների գործողություններին եւ պատրաստ են օպերատիվ ու խիստ պատասխան տալ ցանկացած ռազմավարական սխալի, ագրեսիայի կամ ոտնձգության ժամանակ։ Գեներալ Աբդոլլահին հայտարարել է, որ զինված ուժերը կկատարեն գերագույն առաջնորդի հրահանգները եւ կպաշտպանեն Իրանի շահերը մինչեւ արյան վերջի կաթիլը։ Ահա այսպես ենք մենք տարածաշրջանային քաղաքականություն վարում, այսպիսի հակազդեցության պարագայում մտածում ենք թրիփը պետքա զարգացնենք, որպեսզի մեր անվտանգությունը ապահովենք։ Այդ դրա համար էլ Ադրբեջանը մեզ հուշում է ինչա պետք անել, Ռուսաստանը հուշում է ինչա պետք անել։ Այսինքն մենք ոչ թե նայում ենք իրանք ասեն մենք անենք, այլ մենք ասում ենք մենք պետքա մեր քայլերը անենք, ել ոնց մեզ բացատրեն, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, եթե գնանք եւ ընտրենք եվրոինտեգրացիայի ճանապարհը եւ մեր ձայնը տանք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։